Ամենատարեց վետերանն է Հայաստանում ապրող։ Նոյեմբերին 104-ամյակը կլրանա։ Քանի տարեկան Որովությամբ եք մասնակցել համաշխարհային Վերաբերվել եք Պրագայում, ես ուշեմ։ Կիևից հասել եմ մինչև Պրագա, 4-րդ ուկրաինքի ֆրոնտում 271-րդ դիվիզիա Պատ Պրագային չհասած թեթև վիրավորվել եմ, մայիսի 9 հանդիպել եմ Որտեղ եք կրվել, որ տակատում եք եղել։ 4-րդ ուկրաինքը, 4-րդ ուկրաինքը, Դե Բեռլին եք, հա՞։ Կամանդիրում պուլեմյոտով պուլեմյոտ չկեի։ Մինչև Բեռլին եք գնացել։ Բեռլին, չէ, մինչև Պրագա եմ գնացել։ Կիևից ցած մինչև Պրագա, Պատ Պրագայի դիքո был ранен։ Մայիսի 9 գոսպիտալում եմ հանդիպել։ Ձեր հայրենակիցներից կային ձեր հետ շատ հայեր։ Հայրենակիցներ, Հայեր, շատ կային ձեր հետ այդտեղ։ հայրենակիցներ, չգիտեմ ես, հայրենակիցներ, ասիկի չեմ ուզում իշում, 3 հոգի մենք, ես պուլեմյոտ չկեի, դենգերս մենմանը չկմագստել երկուստունակ բաքսի հայեր, միասին ենք անգֆրում, հենց առաջի մանը մինան երկսով պագիբլի երկսում ար, ես մի քիչ հերու է իրանցից, Bayami դասով Պրագայի բոլի կորանյա, ապան գոսպիտալ, 28 ապրելը 9 մայ կոչեց վայնա, և ապետուս 3 գոսպիտալ, կորան, էլ ինչ ասած։ Իսկ ինչպես որոշեցիք մասնակցել պատերազմին։ Ես եմ որոշել։ Դուք քանի տարեկան եք այդ ժամանակ, որ պատերազմին մասնակցեցիք։ 45 թվին, ես 21 թվի ծնված եմ, հաշվեք ինչքան տարեկան էի։ Իսկ ով որոշեց, որ դուք պետք է գնաք այս Չհասկացա։ պատերազմ գնալը, հա, ինչպես եղավ, դա կպատմեք, ոնց որոշվեց, որ դուք պետք է գնաք եւ այլն։ Պատերազմը որոշեց, դասարանում ավարտական երեկո էր, բոլոր ամբողջ գրպայով Երևանցկայ օձերը գնացինք դելլոթկակշալ դել լսեցինք, որ վերալումն է Լևիտանի գոլոստը գերմանիան վերալումն է բամբելը նաշիգարադա եկանք վայնկոմատ, որ պասլալ մեր ֆրոնտ, ոցար ինքը մեզ ճանոչում էր, են ժամանակ տաներով Վարաշիլովսկի ստրելող բաներ հաճուչեր դվար, ուխադետի գոմ տոշը պրեդոտով չետ։ В общем, Երկու բան ավելացնեմ։ հետո ավարտեցի բան, Բաքինսկե պեխոտное училище, званием лейтенант, բոլոր վիպուսկը ուղարկեցին Սևերնի Կավկազ, նեմեսներ են վաղտամ մազդոքում են։ Սևերնի Կավկազում ամեն հրավոտ ծուցակ էին բանում հրատարակում նավրոտ։ Մի ծուցակել մի որ հրատարակեցին 5 հոգի զակ ֆրոնտ, կորոտ ուծով չշրե է։ Ես ֆրոնտից ընգա զակ ֆրոնտ գորտ է բիլիսի։ Այդ ժամանակ Հայաստանում 26 թվի տղաներով բանակ էին աջել։ Ես ուրեմն Թբիլիսիում
Մի օր դուրս եկավ Արմենիայի կոմանդիրը выходите строиться. Դուրս եկանք երկու հոգի։ Կանչեն город Երևան։ Եկա Երևան։ Фронтից եկա Երևան։ Հետո прослужил там полковой դպրոցի выпускатель. Այդ ժամանակ ես ավարտել էի մի կուրսի բոլի военного альпинизма и горнолыжного дела. Այդ зван վերոնքելու արդեն приближались к Карпатам. Как инструктор горного лыжного дела военного альпинизма попал на фронт. Приехал в полк командир момент инструктор как это Карпаты это не Кавказ. Какая специальность? Все пулеметчик. Принимал пулеметный взвод. Пулеметный взвод я получил и этим взводом дошло до Праги. Под Прагой был легко ранен. Իսկ ինչ պարգևներ, մեդալները ցուցադրված են։ Ինչ մեդալներ եք ստացել, որ Ցուցադրված են։ Երկուսը ասեք։ Արմիրաստրի երկու մեդալ, հայնական պատերազմի Ֆրոնտում եմ ստացել։ Ամենակարևորը ո՞րն եք համարում։ Ամենառաջին է։ Один из этих красных звезд. ժողովուրդ ինքը հոգնում է, երկար չի կարող մնալ։ Ապա ինքը վաստակավոր ճարտարապետ է եւ այս շենքի կառուցմանը մասնակցել է։ Մասնակցել ես եմ Համալիրի եւ նաեւ ես եմ ժամանակ ուսանող էի։ 100 տարեկանում սկսել է նկարել Ճարտարապետական ֆակուլտետի ուսանող էի, ստե պրակտիկա էի անցնում։ Ռազմիկան ես եմ արել։ Մանումենտի։ Ձեր անուն ազգանունը չեք ասի։ Ինչպես Անուն ազգանունը ձեր ասեք։ Գրանդ Մելիքսետովիչ Կարապետյան։ եւ 100 տարեկանում սկսել է արտակարգ նկարել։ Մենք 2 տարի առաջ գեղանկարների ցուցահանդես կազմակերպեցինք Պապիկի նկարած։ Ուսում արագ եւ հանգիստ։ Վերև չէ, առաջին երկրորդ հարկերը կար։